Պատրաստում ենք համեղ ռոլեր տնային պայմաններում։ Առաջին հերթին բրինձը դնում ենք եփվելու։ Այդ ընթացքում պատրաստում ենք սոուսը։ Ջրին ավելացնում ենք խնձորի քացախ, շաքարավազ և աղ։ Դնում ենք գազ օջախին և տաքացնում այնքան, մինչև շաքարավազն ամբողջությամբ հավվի։ Այնուհետև սոուսը լցնում ենք եփված բրինձի վրա և լավ խառնում։ Սննդային թաղանթի վրա դնում ենք նորիի թերթիկը, վրան հավասար շերտով տարածում բրինձը, ավելացնում ձեր նախընտրած միջուկը և փաթաթում ինչպես ցույց եմ տալիս հոլովակում։ Տեմպուրա ռոլի համար 1 բաժակ ջրին ավելացնում ենք 2 ճաշի գդալ ալյուր և լավ խառնում։ Ռոլերը թաթախում ենք կլյարի մեջ, այնուհետև պատում պաքսի մատով և տապակում առատ ձիթայուղի մեջ։ Ստացվում են դրսից խրթխրթան, անչափ համեղ տեմպուրա ռոլեր, որոնք կարող եք մատուցել սոյայի սոուսի, մարինացված կոճապղպեղի և վասաբիի հետ։